Նկարչություն է անում կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հունիսի 7-ի ընտրությունն էլ նկարված է ըստ ԿԸՀ շենքի մոտ հավաքված քաղաքացիների։ Նրանք չեն հավատում արդյունքներին ու նկարչական պարագաներ են թողել ԿԸՀ շենքի մոտ, իրենց խոսքով Վահագն Հովակիմյանի համար։ Ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել ԿԸՀ-ի դիմաց։ Վահագն Հովակիմյան, թուրքական շպիոնի գործակալ, կամակատար խամաճի։ Տասնյակ քաղաքացիների համբերության բաժակը լցրել է գիշերը 10 կոտորակ 51 և 35 կոտորակ 65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Սա այն ռուսի ասած բեսպրեդել է, իրոք ինչ ուզում անում են, ոնց ուզում անում են, չի կարելի։ Այն դեպքում, որ գիտեմ մի հատ վախկոտի մեկը կառավարության շենքում նստած վարչապետ կոչվածը, որ կարճել է իր աթոռին, իր իշխանությունը ու Ալիևի պատվերները կատարելու համար ամեն ինչի գնում է։ Ժողովուրդ ձեր վրա է, ձեր նամուսին է թքում։ Ժողովուրդը պետք է կանգնի իր ձայնին տեր։ Այստեղ եկել են, որ միասնական ուժով ներկայիս ավազակապետական վարչախմբի լուծը թոթափենք։ Այլ ճանապարհ չկա, բայց ճիշտ ճանապարհը իրենց հետ իրենց լեզվով պետք է խոսել։ Մի բան էլ առավել, որ ունենանք հաղթանակ։ Դա փողոցային պայքարն է 48 քաղաքներում։ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել այն ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ ժամը 20-ից հետո քվեարկել էին զինվորները։ Ակցիայի մասնակիցները համոզված են, ԿԸՀ որոշումը ոչ թե արդարությունը վերականգնելու քայլ է, այլ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը խորհրդարան մտնելու հնարավորությունից զրկելու միջոց։ Երկու ընտրատեղամասի ձայները անվավեր ճանաչելու հետևանքով ԲՀԿ-ն կորցնում է 213 ձայն։ Ամեն ինչ անում են ԲՀԿ-ին ֆիլտրելու համար։ Հիմա ցանկացած մեթոդի գնում են, հենց ընթացակարգի խախտումը մեր մոտ լեգիտիմ կասկածա ստեղծում, որ նպատակը ազնիվ չի, նպատակը ընտրությունների օրինականությունը վերականգնելու ցանկությունը չի։ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը խնդրահարույց է համարում այն, որ երկու տեղամասերի արդյունքները անվավեր ճանաչելուց հետո ԿԸՀ-ն չի հայտարարել այդ տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին։ ԿԸՀ-ն պարտավոր է ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն նշանակել կրկնակի քվեարկություն։ Եթե դա չի արվում, նշանակում է ակնհայտորեն միտում կա ԲՀԿ-ին դուրս թողնել խորհրդանից, մանավանդ երեք Նիկոլ Փաշինյանը մեր նման մտավախության հիմքերը ստեղծել է։ Փաշինյանն այսօր իրականացնում է ընդդիմությանը ծնկի բերելու իր խոստումը։ 500,000 քաղաքացու է ծնկի բերում իշխանությունն իր այս քայլով, նրանց, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը, ասում է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։ Ունենք իրավիճակ, երբ որ փորձ է արվում բռնանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու իրավունքին, եւ այդ բռնանալը սկսել է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներից մի քանիսը փորձել են հանձնաժողովից ճշտել, թե ինչ որոշում ունեն 10 կոտորակ 51 և 35 կոտորակ 65 ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու վերաբերյալ։ ԿԸՀ-ից պատասխանել են, թե հարցը քննարկելու համար կիրակի կոլեգիալ նիստ է լինելու։ Նախ պետք է վերահաշվարկն ամփոփեն։ Մի քանի տասնյակ ընտրատեղամասերում սկսված վերահաշվարկն այսօր է ավարտվել։ ԲՀԿ պատգամավորի թեկնածուները համոզված են, խորհրդարան անցնելու իրենց շանսը ձեռքներից վերցնում են իշխանության դեմ պայքար սկսելու համար։ Օֆիցիալ բացառում են որևէ կոմպրոմիս եւ համագործակցություն ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանի հետ մենք մի խոսակցություն կարող ենք ունենալ երբևէ, դա նրա հեռացման պայմանն է։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր։